5 նոր ջրամբար Հայաստանի 5 մարզում ջրամբարաշինական մեծ նախագծի մասին ենք խոսելու տաղավարում, այստեղ է ջրային կոմիտեի ղեկավարը։ Պարոն Ղալամքարյան, Հանրային ներդրումների կոմիտեն հավանություն տվեց այս նախագծին, ընտրվեցին 5 հասցեներ, որոնք են այդ հասցեները ու ինչ գործոններ ազդեցին այդ հասցեների ընտրության համար։ Հանրային ներդրումային կոմիտեն հաստատեց 5 տարբեր մարզերում 5 ջրամբարների կառուցումը։ Դրանք կկառուցվեն վարկային միջոցներով, ընտրվել են հետևյալ մարզերը եւ հետևյալ ջրամբարները, ուրեմն Քասախի ջրամբարը Արմավիրի մարզում, Ելփինի ջրամբարը Վայոց ձորում, Լիչքի ջրամբարը Սյունիքի մարզում, Արթիկի ջրամբարը Շիրակի մարզում եւ Աստղաձորի ջրամբարը Գեղարքունիքի մարզում։ Ասեմ, որ կառավարության ծրագրում եւ կառավարության տեսլականում կա ջրամբարաշինությունը որպես առաջնահերթություն եւ ծրագրում ընդգրկված են առհասարակ 15 ջրամբար, որոնց պիտի ավելանան եւս 3-ը, այդ ուղղությամբ աշխատում ենք Ասիական զարգացման բանկի հետ, եւ մեկ հեռանկարային, բայց շատ խոշոր ջրամբարի նաեւ գաղափար կա, դա Եղվարդի ջրամբարն է, որը դեռ խորհրդային տարիներից սկսել է կառուցվել եւ անավարտ է մնացել։ Եւ այսպես այս 15 + 3 + 1 ջրամբարներից ընտրվեցին այս առաջին 5-ը, որովհետեւ հաշվի են առնվել հետևյալ գործոնները՝ թասի արկայությունը, բնական թասի արկայությունը, ջրի արկայությունը, այսինքն ջուր խնայելու հնարավորությունը, եւ նաեւ երկրաբանական այնպիսի հատակ ունենալու տարբերակը, որ ֆիլտրացիան քիչ լինի, այսինքն ջրի կորուստ քիչ լինի։ Հուսանք եւ նաեւ համոզմունք կարող եմ հայտնել, որ այս կետում կանգ չենք առնելու, շարունակելու ենք։ Դրան նախորդել է դաշտային աշխատանքներ, փաստորեն։ Դրան նախորդել են ոչ միայն դաշտային աշխատանքներ, դրան նախորդել են նախահաշվային մի հսկա փաթեթի կազմում, մոտավորապես որքան ջուր հնարավոր կլինի խնայել այս ռեզերվուարներում եւ ինչքան մոտավորապես կարժենա։ Մոտավորապես կարժենա 43 միլիարդ դրամ, ընդհանուր կստացվի ամբարել 18 միլիոն խոհանարդ մետր ջուր, ասեմ, որ 40 բնակավայր լինելու է շահառու այս ծրագրի եւ ուղղակիորեն եւ անուղղակիորեն 735,000 բնակչի կյանքում պիտի փոփոխություն տեղի ունենա այս 5 ջրամբարների կառուցման արդյունքում։ Հաշվարկները արվել են ելնելով պահպանողական սցենարից։ Ինչ նկատի ունեմ։ Նախ հողատարածքները պարզ են, նրանք, որոնք գոյություն ունեն, ավելի լավ են ոռոգվելու, ավելի կանոնավոր, ավելի բավարար ծավալի ջրով եւ այլն, ի լրումն դրա ունենալու ենք լրիվ նոր հողատարածքներ, որոնք ավելանալու են։ Բայց մշակաբույսերի առումով հաշվարկը արվել է կոնսերվատիվ ձևով, այսինքն հաշվել ենք այն մշակաբույսերը եւ այն ռեժիմները եւ այն տեխնոլոգիաները, որոնք այս պահին տվյալ տարածաշրջաններում կիրառվում են։ Այսինքն, որպեսզի պատկերավոր լինի, Դիցուկ Աստղաձորի ջրամբարը, այնտեղ մշակվում է կարտոֆիլ։ Հաշվարկները արվել են այնպես, որ պիտի շարունակվի կարտոֆիլի մշակումը, բայց չի բացառվում եւ մենք հույս ունենք եւ գրեթե համոզված ենք եւ գյուղատնտեսության մեր դինամիկան դա է ցույց տալիս, որ մենք կունենանք բազմաթիվ տարածքներում ավելի խնայողական ոռոգման տեխնոլոգիաներ, կունենանք ավելի նոր մշակաբույսեր եւ դրա հետևանքով այդ ծախս եւ արդյունք հարաբերակցությունը կփոխվի իշա արդյունքի։ Մի քանի անգամ նշեցիք խնայողական ու ավելի, այսօր ինչ խնդիրների ենք բախվում ընդհանուր ջրի ռեսուրսների կառավարման իմաստով ու ինչպես անելիքներ կան այդ ուղղությամբ։ Խնդիրները հսկայական են, անելիքները համապատասխանաբար հսկայական են։ Ավելի շատ։ Ավելի շատ։ Իհարկե մենք չենք պատրաստվում բավարարվել եղածը պահպանելով, պիտի զարգացնենք, պիտի դրական դինամիկա ունենանք։ Դե հանրահայտ փաստ է, որ ենթակառուցվածքները մաշված են։ Հանրահայտ փաստ է, որ մենք ունենք նաև կառավարման որակի խնդիր։ Այսինքն մենք ունենք կորուստներ, որոնց մի մասը այո ենթակառուցվածքների անբավարար լինելու հետևանքով են, ջուրը A կետից B կետ հասցնելու, բայց նաև ունենք խնդիրներ կառավարման ոլորտում եւ մասնավորապես չափագրման եւ գույքագրման առումով։ Այս բոլոր տեսակետներից մենք վճռական ենք իրականացնելու համապատասխան բարեփոխումներ։ Դրանք կպահանջեն որոշակի ժամանակ, բայց դրանք անելը, դրանք իրականացնելը օրախնդիր է եւ նաեւ մենք ունենք վարչապետի հանձնարարականը
որ մենք պիտի անբարենք ջուրը բոլոր այն վայրերում, որտեղ դա հնարավոր է։ Բայց այս հարցում ինչ վերաբերում է բարեփոխումներին ու նաև ռազմավարական զարգացմանը, ես ուզում եմ մի շատ կարևոր հանգամանք շեշտադրել, դա մեր մտածելակերպի եւ վարքագծի փոփոխությունն է։ Տեսեք, կառավարությունը իր կողմից հսկայական միջոցներ է հատկացնում, բայց մենք պիտի ունենանք նաև դիմացից մեզ ընդառաջ եկող հասարակության յուրաքանչյուր անդամ։ Ինչ նկատի ունեմ, մենք պիտի մի պահ կանգ առնենք ու գիտակցենք, որ ջուրը շատ թանկարժեք ռեսուրս է, այսօր ու ապագայում։ Հատկապես այսօր եւ հատկապես ապագայում եւ հատկապես որ մենք վերջին 10-20 տարիներին արդեն իսկ ունենք բնական ռեսուրսների նվազում եւ դա նաեւ տեղումների նվազած քանակների պատճառով է, գիտեք, գլոբալ տաքացում եւ այլն։ Պիտի հասարակության յուրաքանչյուր անդամ նաեւ իր մտածելակերպը փոխի ու նաև վարքագիծը փոխի ջուր խնայելու առումով։ Դա վերաբերում է թե ոռոգման ջրին, թե խմելու ջրին։ Նորագույն տեխնոլոգիաներ, ավելի սրտացավ վերաբերմունք ջրին։ Մեր երկրից եւ մեր լեքսիկոնից պիտի դուրս գա այդ ջրի գնով արտահայտությունը, որը որ իբր համարժեք է գրեթե անվճարին կամ շատ ցածր գնին։ Մենք լինելով քիչ թե շատ ջրով ապահովված երկիր, միևնույն ժամանակ պիտի հասկանանք, որ սա մեր շատ թանկ ռեսուրսն է, որի վրա պիտի դողանք բառից բուն իմաստով ու այստեղ յուրաքանչյուր քաղաքացու անելիքը կա։ Պարոն Ղալամքարյան, վերջերս ավարտվեցին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նոր կառուցված ջրամբարի շինարարական աշխատանքները, խոսքը Վեդու ջրամբարի մասին։ Այստեղ մոտարապես որքան ջուր հասցրեցինք կուտակել, եթե կուտակել ենք, ընդհանուր մեր ռեզերվուարներում այս պահին որքան է ջուր ամբարված։ Վեդու ջրամբարում այս պահի դրությամբ դեռևս 1.2 միլիոն խորանարդ մետր ջուր է ամբարված, այս process-ը կտևի եւս 2-3 տարի, մինչեւ որ մենք կունենանք ջրի բավարար ծավալ, որ ոռոգման նպատակներով դա օգտագործենք, համարվում է, որ Հայաստանում փոքր, միջին եւ մեծ ջրամբարների քանակը 80 է, տարբեր գնահատականներով այդ թիվը մի քիչ տարբերվում է, բայց այսինքն 80 ջրամբարներում մենք կուտակում ենք մոտավորապես 1 միլիարդ խորանարդ մետր ջուր։ Բայց եղանակային պայմաններից ելնելով ջրի ծավալները բավականին տարեց տարի կարող են փոփոխվել։ Այսպես դες ասեմ, հոկտեմբերի դրությամբ 12 խոշոր ջրամբարներում մենք ունեցել ենք 800 միլիոն խորանարդ մետր։ Բայց մի բան էլ ասեմ, հաճախ սոցցանցերում այդ թեման շահարկվում է, որ վայ տեսեք Ապարանի ջրամբարում ջուր չկա, տեսեք Ազատի ջրամբարում ջուր չկա։ Ջրամբարների բուն իմաստը այն է, որ այդտեղ ջուրը կուտակվի ձմռան գարնան ամիսներին եւ օգտագործվի ուշ գարնան եւ ամռան եւ վաղ աշնան ամիսներին ոռոգման նպատակներով։ Այսինքն կոչ եմ անում մեր քաղաքացիներին, երբ որ այդպես ապոկալիպտիկ տոնայնությամբ տարածում են տեսանյութեր եւ լուսանկարներ, մի պահ հասկանալ, ըմբռնել, թե ինչու է տվյալ ջրամբարը դատարկվել։ Դատարկվել է, որովհետեւ օգտագործվել է ըստ նշանակության։ Շնորհակալ եմ, պարոն Ղալամքարյան։ Ես էլ եմ շնորհակալ։